կան մոտենության կողմից։ Մենամարտ չկա, որ թերություններ չլինեն, որոնք էլ իմ տեսանկյունից ես այդպես եմ նայում, բայց նա շատ ոտքերի վրա արագ էր եւ ուզում էր կարևորը նոկաուտ չլիներ, դրա համար շատ էր ռինգի մեջ ման գալիս եւ կարևոր է հաղթեցին, սակայն դա իմ համար այնց որոշիչ հաղթանակ չի, որովհետեւ դա ուղղակի միջանկյալ մենամարտ էր, որ ես պետք է անցկացնեմ, որովհետեւ մյուս մենամարտը իմ համար ամենակարևորը, որ լինելու է աշխարհի չեմպիոնատի մենամարտ փետրվարի 1-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ, դա միջանկյալ մենամարտ էր, որ ես երկար ժամանակ ռինգից դուրս չմնայի եւ ֆորումի մեջ լինեի, ռինգը զգայի, դրա համար այդ մենամարտը անցկացրեցինք, իսկ ամենակարևոր մենամարտը կլինի փետրվարի 1-ին, դա իմ համար ամենակարևոր մենամարտն է։ Ես եկել եմ Հայաստան հանգստանալու, դեռ մարզավիճակս շատ բարձր մակարդակի վրա չի, որովհետեւ ես եկել եմ որպեսզի իմ օրգանիզմը մի քիչ հանգստանա, որովհետեւ որ մենք այնտեղ ամեն օր օրական 2-3 անգամ պարապում ենք, օրգանիզմին պետք է նաեւ մի քիչ հանգստություն։ Եվ ես այստեղ հանգստանում եմ, բայց ոչ շատ, 1-2 անգամ շաբաթվա մեջ վազում եմ, ուղղակի օրգանիզմը որ շատ չձանձրանա, բայց որ ասեմ ես 100%-ով այստեղ մարզվում եմ, դա սուտ կլինի, որովհետեւ ես եկել եմ այստեղ հանգստանալու, մի շաբաթից կմեկնեմ եւ երբ որ մեկնեմ այստեղից սկսեմ ամեն օր պարապել։ Ես որոշել եմ մինչեւ 35 տարեկան երևի 2 տարի կամ տենց մենամարտեմ արդեն հերիք կլինի ինձ թվում է, որովհետեւ 11-12 տարեկանից սպորտի մեջ եմ եւ դրանից առաջ չէ ավելի շուտ դե ավելի 11-12 տարեկան լուրջ արդեն սպորտի մեջ եմ, մինչեւ էդ եմ զբաղվել սպորտով, բայց ոչ ավելի շատ լուրջ, ուղղակի մարմնի համար, առողջության համար, բայց ինձ թվում է գալիս է ժամանակ, երբ որ պետք է արդեն ասես հաջողություն, բայց դա ամենակարևորն է ճիշտ ժամանակին հեռանալ։ Միշտ այստեղ լինելու եմ, ես այստեղ ունեմ իմ տունը, տեղը, իմ դպրոցը, իմ ամեն ինչը եւ լինելու եմ Հայաստանում եւ Գերմանիայում հիմնականապես, որովհետեւ ուրիշ տեղեր ես չեմ եղել։ Առաջ շատ էի պաշտպանում եւ փորձում եմ միշտ նոկաուտի վրա գնալ, բայց այս բարձր քաշային կարգում մի քիչ տակտիկական իմ կողմից ես իմ փորձից ելնելով մտածեցի, որ դա շատ սխալ է եւ դրա համար փորձում հիմա անցնել միավորների ավելի լավ է ես նրանց խափելով կրեմ, քան թե ես մի հարվածի վրա գնամ ու հանգած այդ հարվածը չի ստացվում եւ ես այդ լավ արդյունքի չի գալի։ Դրա համար ես փորձել եմ տակտիկաս մի քիչ փոխել։ Մենք կառուցել ենք եկեղեցի Մասիս քաղաքում եւ այդ եկեղեցու կողքը մենք կազմակերպել ենք ծառատունք եւ դա եկեղեցին պատկանում է մեր քեռու Շիրիմին, նրա գերեզմանի կողք կառուցել են եկեղեցի եւ այդ ծառատունքին է եկել, որպեսզի մասնակցի։ Սպորտսմեն եմ, ինձ թվում է քաղաքականությունը դա ինձ համար չէ։ Ես կցանկանայի, որ Հայաստանն իր աշխարհի ամենալավ պետությունը, օրինակ Գերմանիային էլ անցներ, դա իմ սրտի ցանկությունն է, բայց մենք ամենալավ ազգն ենք աշխարհում, իմացեք, որովհետեւ մերպես հյուրասիրող, մերպես ջիգարով, մերպես հարգանքով ազգ շատ քիչ կան աշխարհում։ Դե իհարկե, այդպես ազգ չկա, որի թերությունները չունենան, բայց մեր նմանած շատ քիչ են։ Դուք Գերմանիայում եք, հերիք մոտի Թայլանդել է Գերմանիայում, իրար հետ կապ ունեք։ Իհարկե, ոնց կլինի կապ չունենանք, որ ես նախ առաջին շատ եմ սիրում ֆուտբոլ եւ Բորուսիա Դորտմունդը նաեւ իմ սիրած ակումբն է, մինչեւ էդ էլ եղել է, հիմա էլ որ Հենրիկ այնտեղ է խաղում ավելի շատ։ Իհարկե, ոչ բոլոր խաղերը, երբ որ ժամանակ է լինում, նայում եմ, բոլոր խաղերը ցույց կլինի, որ ասում ամեն մի խաղ նայել եմ, բայց համարյա թե բոլորը նայում եմ, այո։ Իսկ այդ կապը ո՞նց է արտահայտվում։ Հեռախոսային կապ, որովհետեւ մենք իրարից մոտավորապես մի 700 կիլոմետր հեռու ենք։ Սիրտս զբաղված է եւ դրա մասին ավելի կոնկրետ ես կասեմ մոտակա ժամանակներում։ Գերմանիայում կարող ես առանց լիմիտ արագություն գերազանցել եւ իմ ամենամեծ արագությունը եղել է 332։ Եղել են դեպքեր, որ տուգանվել են, բայց հիմա արդեն չէ։ Երիտասարդ տարիների Մայք Թաշյանի պատճառով եմ գնացել բռնցքամարտի եւ շատ եմ սիրում նրան եւ միշտ հետաքրքրվում եմ նրանով եւ ամեն ինչ շատ բաների մասին, գիրքը որ գրել է եւ այլն նրա կյանքի մասին